Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնականը Բաքու այցելած Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչներին հավաստիացրել է, հայ գերիների հարցով ակտիվ բանակցություններ են ընթանում։ Այսօրվա ասուլիսում հայտարարեց հայաստանյան պատվիրակության անդամներից Նաիրա Սուլթանյանը։ Երևանից Բաքու մեկնած պատվիրակությունն այցի շրջանակում հանդիպել էր նաև Հիկմետ Հաջիևին, բարձրացրել գերիների հարցը։ Ցավով պիտի ասեմ, որ հստակ եւ կոնկրետ պատասխան չենք ստացել թվի, մարդկանց անունների եւ այլն, բայց այստեղ Հայաստանի իշխանություններն են մեզ հավաստիացրել, որ շարունակաբար ջանքեր են կիրառում, պարոն Հաջիևն էլ իր հերթին մեզ հավաստիացրեց, վստահեցրեց, որ շատ ակտիվ բանակցային գործընթաց ընթանում է։ Թե ինչ բանակցությունների մասին է խոսքը, պարզ չէ։ Բաքվի բանտերում 23 հայ գերի կա, նրանցից 7-ն արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկումների, իսկ 16-ի դատերը, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ավարտին են մոտենում։ Մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, Ադրբեջանը նրանց մեղադրում է ծանր հանցանքների մեջ։ Բաքվից վերադարձած քաղաքասարակության մյուս ներկայացուցիչ Բորիս Նավասարդյանի խոսքը մի փոքր ավելի լավատեսական էր։ Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ եւ ոնց եւ ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ։ Որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, ես չի ուզենա դրանց մասին խոսել։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները պատասխան այցով էին Բաքվում, ուղիղ մեկ ամիս առաջ էլ Երևանում էին ադրբեջանցի փորձագետները։ Նրանց թվում Լաչինի միջանցքը փակած այսպես կոչված էկոակտիվիստներից մեկը։ Այդ հանդիպմանը հայ փորձագետները ցանկություն էին հայտնել Բաքու այցելության ընթացքում հանդիպել հայ գերիներին։ Ինչու նրանց խնդրանքը Բաքուն մերժեց, ինչ հիմնավորմամբ, Նավասարդյանը պատճառներից չխոսեց։ Միայն ասաց իրենց փոխանցվել է այցի օրակարգը, որից հասկացել են գերիներին տեսակցություն նախատեսված չէ։ Տեսակցելը առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև մենք այդ հարցը Երևանում բարձրացրել ենք։ Մեզ համար կարևոր է, որ վերադարձի առումով լինի առաջընթաց։ Հայ եւ ադրբեջանցի փորձագետները Բաքվում չեն շրջանցել նաեւ սահմանազատման օրակարգը։ Այստեղ արդեն 1.5 տարի է գործնականում ոչ մի նորություն չկա։ Այն դեպքում, երբ Տավուշի հատվածում 4 գյուղերն Ադրբեջանին վերադարձնելու գործընթացը 2 ամիս էլ չտևեց։ Պատվիրակության անդամներից Սամվել Մելիքսեթյանի խոսքով Բաքվի պատկերացումն այն է, որ բարդ հարցերը մնան վերջին փուլում։ Ստացվում է ադրբեջանական զորքերի դուրսբերումը Ջերմուկից եւ Հայաստանի օկուպացված տարածքներից կձգվի մինչև սահմանազատման գործընթացի ավարտը։ Մելիքսեթյանը փոխանցեց թե այդ, թե անկլավ-էքսկլավների հարցով ադրբեջանական կողմի պատկերացումը։ Քանի որ իրենք հենց բարդ հարցերն են, իրենք մնում են սահմանազատման ավարտական փուլում։ Պատվիրակության անդամներից Արեգ Քոչինյանն էլ հայ հանրությանը փոխանցեց Ադրբեջանի նախագահի օգնականի ուղերձները։ Ինքը խնդրել է, որպեսզի մենք փոխանցենք Հայաստանի հասարակությանը։ Առաջինը այն է, որ ուրեմն պատերազմը ավարտվել է, Ադրբեջանի համար այլևս պատերազմ չկա, որ կոնֆլիկտը ավարտվել է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար ավարտված է, որ իրենք ուզում են այս չպատերազմ վիճակից կառուցեն խաղաղություն եւ գնան դեպի խաղաղություն, եւ իրենց համար չափազանց կարեւոր է այս մեսեջը մեր միջոցով, ինչպես իրենք նշեցին, փոխանցել Հայաստանի հասարակությանը, որ իրենք ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն կառուցել։ Ալիևի օգնական Հաջիևի խնդրանքը փոխանցելուց հետո Քոչինյանը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Հայաստանում խաղաղությանը դեմ արտահայտվողների հասցեին։ Միայն թե չհստակեցրեց կոնկրետ ում նկատի ունի։ Հայաստանի քաղաքական դաշտում այս պայմանությամբ ով որ դեմ է խոսում հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ հայ-թուրքական կարգավորմանը, կամ ուղղակի օտարերկրյա գործակալ է, սրիկա է, կամ ուրեմն ապաքաղաքական ապուշ է։ Թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը մշտապես պնդել են։ Իրենք ոչ թե խաղաղությանն են դեմ, այլ դրան հասնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը, որը ընդդիմախոսների գնահատմամբ զիջողական է։ Արեգ Քոչինյանին տպավորել էր ադրբեջանցիների նրբանկատությունը, նաև մշակութային ընդհանրությունները։ Անգամ պահեր են եղել, երբ իրեն թվացել է շրջապատում հայերեն։ Հեռախոսով որ խոսում են, որ վերցնում զանգը վերցնում են, չէ՞, հա բրատ, ասենց այդ որ ասում են հա բրատ, հենց քեզ թվում է ինչ որ տենց կողքերդ հայերեն այդ բանին, էլի, որտեղ այնքան նմանություններ կան այդ առումով, որ նույնիսկ զարմանալի է։ Հայ փորձագետներն այցելել են նաև Բաքվի միակ հայկական չգործող եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Այս ձևաչափով շփումները կլինեն շարունակական։ Կողմերը նաև անվանում են որոշել խաղաղության կամուրջ։